Քրիստոս հարյավ իմեռելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի ձեզ և մեծ ավետիս սիրելի քույրեր և եղբայրներ հավատավոր ընտանիք հայեր ջան Սիրելիներս Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով ուրախ եմ բոլորիդ ողջունել եւ այս խորհուրդը սիրելիներս այս հիանալի տոնի կապակցությամբ սիրելիներս կուզենայի հայտնել ձեզ որ մենք այս օրը ոչ թե նշում ենք ուղղակի որպես տոն որը անցնելու է այլ սիրելիներս այս տոնը մեր համար ամեն օր է սիրելիներս որովհետեւ մեծ գնով են գնվել որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը որպես պատմական փաստ հռոմեական կայսրության ժամանակ խաչվել է սիրելիներս եւ հարություն է առել երրորդ օրը եւ իր զորությամբ իշխանությունով վերցրել է մեր բոլոր մեղքերը եւ հավիտենական կյանքի կոչ է տվել մեզ եւ բացել է ճանապարհը դեպի հավիտենական կյանք սիրելիներս որովհետեւ սիրելիներս եթե մենք մեղք գործած լինենք եւ չապաշխարենք Հիսուս Քրիստոսի անունով մենք կմնանք մեղքի մեջ եթե չլիներ մեր Տերը Հիսուս Քրիստոսը ամենամեծ սիրելիներս պարգևն է շնորհը որ մենք կարող ենք ներում ունենանք սիրելիներս քավենք մեր մեղքերը քանի դեռ ուշ չէ որովհետեւ սիրելիներս սրանով չենք մենք պաշտում ոչ էլ որ գնում ենք եկեղեցի սիրելիներս այն դրանով որ մենք ճանաչում ենք Աստծուն սիրում ենք սիրելիներս հավատ ամենաառաջինը ունենում ենք Աստված Հիսուս Քրիստոսով Հոր եւ Սուրբ Հոգու հետ որպես Սուրբ Յորդություն եւ սիրելիներս ի վերուստ ծնված լինելով մաքրվելով բոլոր մեղքերից իհարկե մենք ծնվում ենք եւ սիրելիներս մենք նոր կյանք ենք ապրում եւ այս կյանքը հավիտենական է բայց մենք պետք է ընտրենք սա մեկ անգամ մեկ ճանապարհի համար սիրելիներս ինչպես Դավիթ թագավորն է սիրելիներս հզոր որպես օրինակ բոլորին եղեք իրպես հզոր Հիսուս Քրիստոսի պես կատարյալ սիրելիներս դուք կարող եք ձգտել ոչ թե իրապես լինեք անթերի որտեղ նա է մենակ բայց եղեք իրպես սիրելիներս Աստված բոլորիդ հետ